Խաղացուն ժողովուրդ ջան, նայեք, ասում ենք ինչպես որ Աստված գիշերում տեսիլքում մեզ հանդիմանում խրատում է, այնպես կարողանում է եւ մեզ պարգևներ տալ, Աստված երազում պարգևներ տալ, հասկացեք։ Սուրբ ոգին ինչպես որ իրականում է գործում, հա, արթուն ժամանակ ասենք, նույնպես է երազներում է գործում, ժողովուրդ ջան մեր կյանքի մեջ, պետք է պրոստո կարանք հասկանանք։ Նայեք, Սողոմոնի հետ կապած, ասում է Սողոմոնը այն սեղանի վրա 1000 ողջակեզ զոհեց եւ Տերը Գաբավոնի մեջ երևեցավ Սողոմոնին գիշերվա երազում եւ ասաց Աստված խնդրիր թե քեզ ինչ տամ Սողոմոնը զոհեր արավ զոհերից հետո նոր Աստված երազում հայտնվեցավ Սողոմոնին շատ կարևոր է զոհերը այսինքն մեր կյանքը որպես ասում չէ կենթանի զոհ Տիրոջ համար նվիրված տվությունը մեր երբ որ մենք այդպիսի քայլ ենք անում ապրում ենք Տերը իրականից հայտնվում է մեր կյանքի մեջ տարբեր միջոցներով երբ որ տեսնում է մեր սիրտը որը որ նվիրում ենք Տիրոջ ամբողջությամբ հասկանում եք եւ ասում է Սողոմոն ասավ տուր քո ծառային իմաստուն սիրտ քո ժողովրդին դատելու բարի եւ չարի մեջտեղ արագ եմ ուզում կարդամ որ ասցնեմ եւ ասում է Տերը ասավ կտամ ահա քո խոսքի պես պիտի անեմ ահա ես քեզ իմաստուն եւ հանճար սիրտ տվեցի եւ ասում է Սողոմոնը զարթնեց եւ ահա երազ էր հասկանում եք Սողոմոնը երազում ստացավ իր իմաստությունը եւ հանճարը երազում եւ Սողոմոնը զարթնեց եւ երազ էր եւ եկավ Երուսաղեմ եւ կանգնեց Տիրոջ ուխտի տապանակի առաջ եւ ողջակեզները մատուցանեց խաղաղության զոհեր արավ եւ իր բոլոր ծառաների համար կոչունք արավ երրորդ թագավորած երրորդ գլուխ ու երրորդ խոսքից չորրորդ խոսքից կարակարդակ տեսնեք ժողովուրդ ջան մի անտեսեք երազները ուշադիր եղեք երազների վրա Տերը երազներով տալիս է պարգևներ ընթացքում կհասկանանք կսովորենք Աստծո Սուրբ Ոգին ուզում է որ մարդիկ իր ծառաները իր ժողովուրդը հասկանան իրականից Տիրոջ ձեռի գործը Տիրոջ ճանապարհները թե ոնց է Տերը խոսում գործում Տերը օրհնած ես եղեք օրհնված ժողովուրդ ջան շատ սիրում շատ օրհնում